Համաձայն եք Ալեն Սիմոնյանի հետ, որ եթե Արցախի նախագահն ու ազգային ժողովը չլինեն, Բաքուն չի խոսի Արևմտյան Ադրբեջանի մասին։ Իհարկե ոչ։ Գերիք այս խառնեք ժողովրդին։ Չգիտեմ ինչը որ ասում է Ալեն Սիմոնյանը ճիշտ է, դուք որ ալիքից եք։ Այո, համաձայն չեմ։ Դե նորմալ է, ոչ նրանք են նորմալ, ոչ սրանք։ Ալեն Սիմոնյանի հետ ես ընդհանրապես չունեմ, ինչը համաձայն լինեմ։ Ոտով եմ գնում։ Քանակերից էստեղ։ Լավ է։ Ինչու՞։ Տրանսպորտի փող չունեմ։ Համաձայն չեմ։ Իրանք այս ժամանակ էլ են խոսում։ Միշտ խոսացել են, ուրիշ բաներ է պետք դրանց բերանները փակելու համար, կարծում եմ մի քիչ մեր իշխանությունները ավելի իրանց խոսքի, իրանց գործողությունների մեջ ավելի վճռական պետք է լինեն։ Հասկանում եմ իհարկե, որ պարտություն կրել ենք, բայց գիտեք ինչ կա, պարտվել մեկ ճակատամարտում, դա հենց չի նշանակում պարտվել տանուլ տալ ամբողջ պատերազմը։ Հենց որ կարծում եմ ամեն ինչ դեռ առջևում է, էլի։ Ինչու է Ալեն Սիմոնյանը այդ դեպքում ձեր կարծիքով նման հայտարարությունները։ Դա իր անձնական կարծիքն է, ես չեմ ուզում կոմենտ անեմ, նամանավանդ այսօրով մայիսի 28-ով, որին պապիկը կռվել է Սարդարապատում ու Բաշաբարանում։ Կներեք կոմենտներ չանեմ, լավ։ Ես առաջին անգամ տես բան լսում, բայց չվիցե նորմալ չի, բայց դե ցենց ծայրեղ չեմ նայում էլի դարձին։ Ինչու է նման բան ասում։ Չգիտեմ։ Կներեք, ես ընդհանրապես քաղաքականությունից հեռու մարդ եմ, չեմ ուզում խառնվում։ Շնորհակալ եմ։ Չի համաձայն չեմ։ Ձեր կարծիքով ինչու է նման հայտարարություն։ Դե երևի լավ չէ, աչ ոտքի վրա չի արտնացել, ձախով արտնացել երևի։ Դե ես չեմ լսել այդ կոնկրետ այդ բանը ինչ ասում, բայց ինձ թվում է Ադրբեջանից լավ բան սպասել չի կարելի, ամեն մի պարագայում ինքը ինչ որ մի բան կգտնի խոսալու համար, այնպես որ դա այնքան էլ կապված չի դրա հետ։ Ինչու է Արևմտյան Ադրբեջան խոսույթ օգտագործելու մեջ մեղադրում Արցախի նախագահի ու ազգային ժողովը լինելու։ Դե իրանից պետք է հարցնենք, ես չգիտեմ ինչա, բայց ուզում եմ ասեմ Ադրբեջանի համար միևնույն է, ով ինչ ասի, ինքը իր ուղղությունը բռնած գնում է, ուզում է ասի, սենց է, ուզում է անենց է, այդ արդեն երկրորդական է իրանց համար, այնց որ դա չի պատճառը։ Ընդհանրապես արժե Ալեն Սիմոնյանի մասին խոսել, ընդհանրապես չարժե խոսել Հայաստանի կառավարության և ազգային ժողովի մասին, որ մենք չունենք ազգային ժողով, չունենք կառավարություն, ունենք կոլաբորանտների խմբակ, որոնք զավթել են իշխանությունը, որոնք կատարում են ռուսների և թուրքերի պատվերները և նրանց ապագա առաջին քայլը Հայաստանի պետականության վերացումն էր ներում։ Ճիշտ այսպիսի խառնաշփոթ սարքել են նաև Արցախում, այնտեղ պետականությունը վերացել։ Հիմա նույն բանն են անում։ Նույն բանը անում է ցավոք սրտի և Սերժ Սարգսյան և Ռոբերտ Քոչարյանը, որտեղ ընկել են իրար են գզվրտում։ Երևի ուզում է հասարակությունը այնքան բաժանած բան, որ 26 թվականին Նիկոլ Փաշինյանը նորից վերընտրվի, որտեղ եթե չվերընտրվի, ռուսները իրենց գլուխը պոկելու են։ Այսինքն, իսկ ռուսների երազանքը ինչ է, տեսեք, Լավրովը արդեն պետք է այսօր վաղը Աստավկա գնա, բայց էլի գալիս է այստեղ, փորձում է Միջանցքի Զանգեզուրի միջանցք բացել։ Զանգեզուրի միջանցքը նշանակում է Հայաստանի վերջը։ Իսկ ինչ վերաբերում է Արցախի մասին Ալենի և մնացածների ասացին, բոլոր ամբողջ աշխարհը գիտի, որ Հայաստանի երրորդ կոչված հանրապետության հիմքում դրված է Արցախի հարցը։ Եթե Արցախի հարցը մեր տեղից հանես, Հայաստանի հանրապետություն կփլվի։ Եվ նրանք էլ գիտեն այդ բանը, բայց իրենց այլ ելք չի մնացել, այնքան վատ բաներ են արել, այնքան իրանք մի պահ երևի սարսափում են, որ հանկարծ վաղը լինի իշխանություն, որ իրանք չլինեն այնտեղ, պետք է ամեն ինչի համար պատասխան տան, համար աշխատում են ինչքան հնարավոր է վատացնեն, իրանք ջրի երեսին մնալու համար, իրենց քամակներն են ուզում պահել, Ալեն Սիմոնյանը ուրիշ երազանք չունի, իսկ Արցախում դե խնդալ կարելի է, որ Արցախը լուծարված չէր, բան չէր, էլի նույն բաներն էին ասում։ Ասում է Արցախցիները, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախը լուծարեց։ Երբ որ նրանք կանչել են Անդրանիկ Քոչարյանի բանը, հանձնաժողովին, նա ասել էր ամեն րոպե, ամեն վայրկյան Նիկոլ Փաշինյանի հետ
խորհրդակցին եմ, ասեն դե որ այդպես ասուս մնաց չբարձրաձայնես, նրանք ինչ ալինում։ Հիմա գնում է Նիկոլը Մոսկվա գալիս, թե մեր նշաձողը պետք է ինչ ասել, ինչ ասել է պետության նշաձողը չասել։ Պետություն 1000 ձևի պետություն ալին, պետությունը մի ստատուս ունես կամ չունես։ Նշաձողը ինչ լուծա, հետո մենք չեք լուծա, արցախցիներն են լուծա։ Հիմա էլ նախորդ իմանալով, որ իրանց տերերը պահանջելու են Հայաստանի սուվերենության վերացում, արդեն մեղավորներ են ման գալիս, հասկանալի է, էս է Ալենի ասածը, իրան թվում է իր կարճ խելքով, որ շատ խելոք է, ոչ մեկը չի հասկանում իրան եւ այլն։ Մի ելք ունենք, ժողովուրդը պետք է իրան խելքի գլուխը հավաքի, շինի էսպես, պետություն չունենք, իշխանություն չունենք, ոչինչ չունենք, ու գնում ենք, գնում չգիտեմ, բանին այս աշխարհը տեսնում եմ, ինձ հսկա Դամոկլեսյան սուր մեր գլխին կախված է, հայությունն էլ պետք է վերացնեն, հայկական պետությունն էլ։ Ինչ են անում հայերը, դաչա են սարքում, մասնավոր սեփականատերերը դաչա են սարքում, պետությունն էլ ասֆալտ է փռում, պետական ստատուս, պետական կառույցների ուժեղացման, բանակի, դե հիմա լավ, եթե Արցախի Շահրամանյանը պետությունը դե ինչ-որ բան պահելով, պետք է վտանգ դառնա Հայաստանի համար, բանակը ցրելով ինչ են ուզում անեն, բանակն էլ են Շահրամանյանը բանակն ասում, բայց ես ավելի վատ բան ասեմ, ձեզ լավ առիթ էր, լավ հանդիպեցիք, ուզում եմ ինտերվյու տայի։ Ուրեմն, տեսեք, այս վերջին ժամանակները չեն գորգորում, որ Արցախի իշխանությունը մեզ խանգարում է մի պետության մեջ թույլ են տվել նախագահանքը, իրանք են թույլ տվել։ Կուրատորն էլ կարող եմ ասեմ, ով ա եղել այդ քաղաքականացա, բայց չեմ ասում։ Իրանք թույլ են տվել Արցախի պետություն ստեղծեն, որովհետև Նիկոլովը ռազում է պայմանագիր ստորագրի խաղաղության։ Ալիևը չի համաձայնվում, ասում է Ղարաբաղի հարցը հանի սահմանադրությունը փոխելու համար 3 տարի է պետք է Ալիևը ասում է քեզ 3 օր էլ չեմ ժամանակ տալիս։ Ինչ համնում է այստեղ, սրանք պետք է փորձեն Ղարաբաղի իշխանություններին համոզեն իրենց ստորագրությունը։ Նիկոլ Փաշինյանը հիմա պատրաստ է հանուն այդ պայմանագրի, ասել է, որ սահմանադրությունը փոխեն։ Բայց իրա ուզելով չի, սահմանադրությունը ուզում է փոխի, բայց այսօր չի ստացվի։ Մինչև նախագիծ գծեն, քննարկեն 3 տարի անցնելու է։ Հիմա վախենում եմ, ես շատ եմ վախենում, որ իրանք էլ մեղմասել են իրանց ճնշումները Արցախի իշխանություններին դեմ, հանդեպ, վախենում որ պետք է Արցախի իշխանություններին ստիպեն հետ վերցնեն իրանց ստորագրությունը 89 թվի միացման պայմանի տակ, հասկանալի է։ Դրա համար է, որ ասա վրանը հանենք 200 փող տանք, տեղափոխել են առաջ մի քանի օր առաջ ուզում էին ներկայացություն ցրիվ տային, հիմա տարին ասում են հասարակական հանրային խորհուրդ, որ հասարակական կազմակերպությունը հավաքվեն, դրանով տարել են կողել են իշխանությունների տակ Արցախի, որպես նրանց ստիպեն համոզեն այդ ստորագրությունը հետ վերցնեն։ Այս շատ մեծ վախենալու բան է, ասեմ ինչ պետք է անենք, չեմ մտածում ինչպես պետք է դուրս գանք դրա տակից։ Մի խոսքով Ալեն Սիմոնյանից մի քանի օր առաջ եմ ինտերվյու տվել, Ալեն Սիմոնյանին ու Նիկոլ Փաշինյանը թվում է, թե իրանք կարող են ցույց տալ, որ անկախ Հայաստանի սովորաբար աշխատող մարդիկ են եւ ռուսների առաջադրանքները կատարել։ Տեսեք, մի կողմից ասում են, այսպես մյուս կողմից ձգտում են դեպի ԵԱՏՄ, ձգտում են դեպի Շանհայի համագործակցության խորհուրդ, եվրոպացի կանչում են, փախչում են եվրոպացիները։ Այսինքն իրանց թվում է, թե մենք չենք հասկանում, որ իրանք ռուսի պրոդուկտ են, ավելի թունդ, քան ժամանակին եղել է Լևոնը, Սերժը, Ռոբերտը։ Ռուսներին ոչ մեկը սրանց չափ չի ծառայել։ Եթե նրանք ձևական ծառայում են մի քիչ ձևական ազգի համար էին մտանում, սրանք ամբողջությամբ ոտով, գլխով, աղիքներով բանով մտել են ռուսի տակ եւ ռուսական քաղաքականությունը տա։ Ռուսների երազանքը հայկական պետականությունը վերացնեն, այս միացինը դες բավական է ասում է։ Գնանք այնտեղ մոմ կվարենք, դες պետություն պետք չի։ Լավրովի վերջին էստեղ գալու բանը ուղերձը էդ էր։ Եվ սրանք էլ գնում են, բանը սահմանադրությունը փոխեն, միջանցքը տան, Հայաստանի հյուսիսը տան թուրքերին, ռուսներին, հարավը տան թուրքերին։ Մի 4-5 տարի առաջ հիշում եք բանը, Լավրովի և այն ժամանակ բանն էր, Չավուշօղլուն էր, Թուրքիայի արտգործը, հանդիպումից հետո համատեղ ասուլիսին, Չավուշօղլուն ասում է, մենք դեմ չենք կիսելուն, միայն արդար կիսենք, ինչը պետք է կիսեն ռուսներն ու Թուրքիա, Հայաստանը։
Բանն էլ ասում է Լավրովն ասում է մեր թուրքերի հետ սիներգիայով ենք աշխատում։ Սիներգիա այսինքն այն որ Ռոբիկը ասում է Պուտինի հետ քիմիա ունենք, սիներգիան դրա բետար տեսակն է։ Լավ, այսքանը չնայած շատ վատ բաներ ասացինք, բայց այսօր լավ օր է։ Այսօր անկախության օրն է։ Շնորհավոր ենք հայ ազգին անկախության տոնի արդի, շնորհակալություն հայտնենք Արամին, Շուշեցի Արամին հայտնենք շնորհակալություն անկախություն ստեղծելու համար։ Եվ Անեն Սիմոնյաններին հարցնենք, ասենք ես Շուշեցի Արամի ստեղծած երկրում Շուշեցին օտար եք սարքել եւ Շուշեցին օտար եք սարքել եւ ասում եք Շուշին էլ դժգույն դժվատ քաղաք է, մեր իրական Հայաստանը կերտել են արցախցիները նաև Արամի, Դանիելբեկ, Պողոսբեկ, Պիրումյանների եւ մնացածների գլխավորությամբ։ Շնորհավոր հայ ազգի տոնը։